Երեք օր առաջ ուրեմն հանդիպում ենք ունեցել փոխպաշտպանների գրասենյակի պատասխանատուի հետ եւ իրենց կողմից եղել է հետեւյալ պատասխանը, որ եթե վրանը դուք չեք հանում, շարժվելու է այս ձևաչափով, ապա 2 ամիսի ևս չի երկարաձգվելու։ Հիմա կուզենայինք այդ մասով ձեր առաջարկությունները լսել։ Իրենք հիմնավորել են, որ կարող եք տեղափոխվել գրասենյակային պայմաններում, մենք հիմնավորել ենք, որ վրանային հարթակն են, որտեղ հանդիպումներ ենք ունենում մեր քաղաքացիների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրները եւ սա հնարավորություն է շփվելու մեր հայրենակիցների հետ, վրանը չի կարող խանգարել, որից եկեք, որպեսզի մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ, իմիջիայլոց այսօր մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց։ Առաջիկա օրերին պետք է խորհուրդը հանդես գա։ Տարբերաբար հանդիպումներ ենք ունենում, տեղյակ եմ մանրամասը իրականացվող աշխատանքն է, նաև ձեր հանդիպումների արդյունքում ձեր որոշումներին, ձեզ առաջարկվող տարբերակներին իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն, անկախ դրանից դուք ինչ որոշում կայացնեք։ Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որ իրականացում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ունեն բազմաթիվ խնդիրներ, ես նաև առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ որոշումը հայտարարել դեռ նախագծային փուլով եւ ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է։ Արցախցիները դրանից չեն օգտվելու, որտեղ որոշակի լուրջ խնդիրներ եւ հանգամանքներ կա, որը հաշվի առնված չեն։ Ես տեղյակ եմ, որ դուք առաջիկայում պետք է որոշում կայացնեք եւ ներկայացնեք կառավարությանը ձեր հետագա աշխատանքները կազմակերպելու համար։ Ցանկացած որոշում ձեր կողմից ես համարում եմ, որ դա նաև մեր ժողովրդի կողմից դուք ունեք այդ լիազորությունը նման որոշումներ կայացնելու եւ ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում եթե դուք որոշեք տեղափոխվել գրասենյակային պայմաններում աշխատանք իրականացնեք, պատրաստ եք նաև մեր ներկայացության հնարավորությունները տրամադրել եւ ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանք։ Սա որպես առաջարկ կարող ընդունենք եւ հաշվի առնենք ձեր հետագա որոշումները։ Ինչ վերաբերում է արցախցիների սպասելիքներին, այո, սպասելիքները մեծ է եւ առաջնայինը եւ հրատապը այսօր ավելի շատ հումանիտար սոցիալական հարցերն է, որոնք ես գիտեմ, որ դուք ամենօրյա ռեժիմով զբաղվում եք եւ տարբեր առաջարկներ եք իրականացնում։ Նաեւ կա առաջարկ ձեզ Հայաստանի կառավարության կողմից ստեղծել համապատասխան խմբեր եւ աշխատանքներ իրականացնել։ Ինձ թվում է դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից նաև կապված է մեր բնակչության եւ արցախցիների հետագա ինտեգրումը եւ արժանապատիվ ապրելը Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, ես անկեղծ ձեզ հաջողություն եմ մաղթում եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ աջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններում եւ որոշումներում։ Այսքանը ես խնդրում եմ հայր մնացածը։